Ուրեմն ուժեղ դերասան կա Յոժիկը անունը, Յոժ են ասում, ինչ են ասում, իրոք որոշ չափով տաղանդավորված է, բայց դες ուրի մասություն է, նոր պատահական ես տեսա դրա մենախոսությունը, հետևյալն է ասում, ու ռուսերեն է խոսում, ասում է ռուսները մեծ թշնամի են, ջանդավեք պրսենք ձեզնից, ինչ դուք չկայիք մենք երջանիկ, ասում է 600 լետ ժելի в дружбе թուրքերի բաների հետ, ինչ դուք եկաք մեզ սեցին կոտորել, դաշնակներն է ձեր խելքին ընկան, թե դաշնակները երբ են ռուսամետեղը, եթե բան չի հայտնի չէ, դաշնակներն է ձեր խելքին մենք կոտորվանք, ձեր պատճառով հողեր կորսրինք։ Հիմա եթե Յոժիկը իր 600 տարվա համբալությունը նորմալ կյանք է համարում, երջանկություն է համարում, ուրեմն ստեղ այլ հարցադրում կունենամ ես։ Ուրեմն ոնց են ապրել երջանիկ թուրքերի հետ հայերը, երկու բառով հիշեցնեմ, կրկնակի հարկ են վճարել, որովհետև հայ են, մամեդական չեն, դատական պաշտպանվածությունից զուրկ են եղել, որովհետև հայ են, մամեդականի դեմ ցուցմունք տալու իրավունք չեն ունեցել, որովհետև հայ են, ոչ թե թուրք կամ ընդհանրապես մամեդական։ Էլ ինչ ասեմ։ Ես սա արժանապատիվ կյանք է համարում Յոժը։ Ուրեմն ստեղ հարցադրումս հետևյալն է։ Կամ մենք ենք հայ, նորմալ մարդիկ, ովքեր այդ տեսակետը չեն կիսում։ Կամ մենք հայ չենք, հայը Յոժն է, իր խզմալյաններով, հայրիկյան, մայրիկյաններով, հարությունյան շանթերով։ Այսինքն համբալ։ Նորից ասեմ, կամ հայը մենք ենք, որոնք այդ ամեն ինչի չեն ընդունում, ժխտում են, կամ նրանք։ Ինչ ասեմ, խայտարակություն ասա, խայտարակություն։ Հետո ասում եք Փաշինյան Նիկոլը արդեն 3-րդ թե 4-րդ անգամ ժողովարդչապետ են տրվում, բա ինչ պետք է անի, եթե Յոժերն են եղանակ ստեղծում այս երկրում, չեն խոսում են մյուս խայտարակությունների մասին, բա ինչ էիք ուզում։ Դե լավ առայժմ, ինչ ասեմ, կհանդիպենք։